Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը իրար դիմով որտենց փոխադարձ ինձ համար գիտե ինչ որ մեկին է կարա թվա որ նպաստավոր պայմաններա որ դուք եք օրինակ Նարեկ ջան հարց տվողը ես չեմ կարծում որ այդ տեսանկյունից պետք է նայել եթե կա խորհրդարան եթե կա խորհրդարան եթե կան խորհրդարանական ուժեր, որոնց որ քաղաքացիները ընտրել են, մենք պիտի հաշվի նստենք այդ ուժերի դասավորության հետ եւ պիտի իրենց հետ փորձենք աշխատել, ինչը ենթադրում է նաեւ քաղաքական բանավեճ։ Իսկ եթե այդքան տենց Ագնեսա Խամոյանը եւ մյուսները խրոխտ ասում են, որ թե մենք վախենում ենք, շատ լավ, բայց Ռոբերտ Քոչյանը մանդատը վերցներ, գար հենց մի հատ տենային կով ումից վախենում։ Կարող է ինքը վախեցավ դրա համար մանդատը չվերցրեց։ Բայց քաղաքական թիմի առաջնորդներ գնացել էր իր դեմքով երկրորդ տեղն էին զբաղեցրել։ Բա թող վերցներ այդ բանը։ Չնայած այն է, ոնց որ պուն ասելա, որ իրանց պատրաստ են առաջադրեն, չէ՞։ Պուն։ Չի ասել պուն որ։ Պուն, չգիտեք ինչ է, հապավում է։ Պարոն Կոնջարյան, դուք ասացիք, որ կիսում եք տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանը փայլուն է ղեկավարում, բայց այս 7 տարիների ընթացքում հարության մոտ ակնհայտ է, որ 2018-ի այդ իրավիճակի 180 աստիճանով փոխվել է, գոնե մեծամասնության մոտ, սա ենթադրում է, որ ձեր իշխանությունը տապալել է, եւ եթե փայլուն է ղեկավարում, ինչու է ամեն ինչ այդքան վատ։ Տես, փայլակ, արի առաջնորդվենք տրամաբանությամբ։ Դու ասում ես, որ 7 տարվա ընթացքում տապալվել է, չէ՞, 180 աստիճան փոխվել է։ 180 աստիճանը նշանակում է, որ ծայրահեղ բևեռային հակառակ տրամաբանությունն է։ Բայց եթե 7 տարվա մեջ 180 աստիճան փոխվել է։ Ո՞նց եղավ, որ 2021 թվականին քաղաքացիները մեզ տվեցին միանձնյա մեծամասնություն։ Չէ, բայց դու տես փայլակ, դու ասում ես մի րոպե։ Դու ասում ես 7 տարվա ընթացքում 180 աստիճան, բայց 2021-ին մարդիկ էլի մեզ տվել են միանձնյա այդ ում հաշվարկով Գելափը 2021 թվին ասում է Ռոբերտ Քոչարյանը գա դառնալու է առաջի տեղ զբաղեցնելու։ Հա? Մենք ներողություն, մենք 2021 թվականից առաջել ենք որոշ թիմերում պարտվել եւ 2021 թվականին գնացել հաղթել ենք, իսկ ով ասեց, որ մենք պիտի ունենանք այնպիսի երկիր, որտեղ որ իշխող մեծամասնությունը պարտադիր բոլոր տեղերում աբսոլյուտ իշխանություն պետք է ունենա։ Դուք տենց բան եք ուզում, դուք տենց երկիր եք ուզում, չէ, մենք իհարկե որպես քաղաքական ուժ մասնակցում ենք թիմերին, փորձում ենք հաղթանակել, բայց նաև ժողովրդավարությունը ենթադրում է, որ ինչ որ մի տեղում թիմում կհաղթես, ինչ որ մի տեղում կպարտվես, ինչը չի նշանակում, որ դա պետքա ուղղակիորեն պրոյեկտել համապետական ընտրությունների վրա։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 2021 թվականի բազմաթիվ թիմերում քաղաքապետերը ոչ միայն ընդդիմադիր էին, այդ քաղաքապետերը այն ժամանակվա փրկության շարժման առաջամարտիկներն էին, դուրս էին եկել իշխանության դեմ եւ 2021 թվականին այդ թիմ որոշ քաղաքներում ենք 60%-ից ավել ձայն ենք հավաքել։ Ես խնդրում եմ մեկը մյուսի հետ այդ ձև չկապել, բայց բնականաբար մենք հետևություններ անում ենք, սխալները փորձում ենք ուղղել եւ առաջ ենք շարժվում։ Պարոն Կոնջարյան, 2010 իր ինքը հարց չի տվել։